Հպարտությունը պարտություն է։ Հպարտություն բառը ստուգաբանվում է հրեշտակած պարտություն։ Առաջին մեղքը իրականում առաջին պարտությունն էր։ Հրեշտակն ինչ ասաց, իմ գահը բարձրացնեմ, Աստծո գահին հավասար դարձնեմ։ Ով ուզում է արարչության դեմ հակառակ բարձրանալ, նա կընկնի։ Հիմա տես, Աստված երբ որ հրեշտակներին ստեղծեց, ասաց դուք բարձրանալու տեղ չունեք։ Գիտեք չէ, հրեշտակները չեն կարող բարձրանալ։ Ամեն հրեշտակ իր կարգավիճակում, իր դասում, իր աստիճանին ստեղծված է եւ մնում է։ Փաթորք, քերովբեկ, սերովբեկ, տերություն, սերություն, իշխանություն, հրեշտակապետ, հրեշտակ եւ հրեշտակներ պետություն է։ Վերջ։ Իսկ սատանան ինչ արեց եւ իր տապստամբասները ասեցին, չէ, մենք երթով ուզում ենք բարձրանալ, Աստծո գահին էլ հասնել։ Աստված ասեց, չէ, արարչության դեմ, եթե դուք ուզում եք բարձրանալ, չեք կարող։ Եթե արարչության դեմ ուզում եք բարձրանալ, տինկնեք։ Հիմա երկրորդ արարածին նայենք։ Մարդուն, Ադամին։ Ադամը դրախտում դրվեց, չէ, ստեղծվեց, դրախտում դրվեց։ Ադամը իրականում ուներ բարձրանալու հնարավորություն։ Եվ Ադամը այնպես է ստեղծված, մարդը այնպես է ստեղծված, որ պետք է դրախտից տեղափոխվեր երկնքի արքայություն։ Դրախտը միրասահման վայր էր։ Մի քիչ պատվյանը պահեր, արգելված պտղից չճաշակեր, տեղափոխվեր երկնքի արքայություն։ Բայց Ադամն էլ չպահեց այս պատվյանը, ինքը կարող էր բարձրանալ։ Էլի Աստծո պատվյանը խախտելով ընկավ, ոչ թե բարձրացավ։ Ուրեմն հպարտությունը պարտություն է։ Հպարտության պատճառով սատանան ընկավ երկնքի արքայությունից, իսկ Ադամը սատանայի նախանձի պատճառով ընկավ դրախտից, երկիր ընկավ։ Հիմա մենք ինչ կարգավիճակում ենք։ Մենք ինչպես պետք է վարվենք։ Մենք այս դասը պետք է մեզ համար լավ սովորած լինենք։ Այս դասը մենք պիտի լավ վարժենք մեզ, որ չենք կարող բարձրանալ անմիջապես։ Մեր Տերը ավետարանում ասում է, ով որ իր անձը խոնարհեցնի, կբարձրանա։ Հպարտությունը մեզ տանելու է նույն ճանապարհով։ Եթե մենք առանց խոնարհվելու ուզենանք բարձրանալ, անպայման կընկնենք դժոխք։ Կպարտվենք։ Իսկ եթե խոնարհվելով բարձրանանք, Քրիստոս էլ Ադամի ճանապարհով գնաց, խոնարհվեց, նույն երկիր եկավ, հետո դժոխք իջավ, հետո էլ բարձրացավ երկինք։ Ուրեմն հպարտությունը պարտություն է, բայց հպարտության առանձնահատկությունն ինչ է։ Ինքը հոգևոր մեղք է, անտեսանելի մեղք է։ Սողոսկում է մեր մեջ։ Օծն է, չէ՞, հպարտ։ Հպարտությունը միշտ համեմատվում է օծի հետ։ Օծը ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, որտեղ որ գլուխը մտցրեց, այնտեղ մարմինը մտնում է անմիջապես։ Եվ օծին գլխից են ջախջախում, չէ՞։ Օծի պոչից չես խփում, օծի գլխից պետք է խփես, որ կարողանաս սատկացնել, հա։ Այդպես էլ հպարտության գլուխը դու պետք է բռնես։ Հպարտության սկիզբը դու պետք է ճանաչես, ոչ թե վերջը, որտեղ ինքը շատ արագ է մտնում քո մեջ, հա։ Դու խոնարհ մարդը ընկնելու տեղ չունի։ Հպարտ մարդը անմիջապես ընկնում է։ Խոնարհ մարդը հողի վրա է, հողի ծելուր ընկնի, չէ՞։ Դավիթ մարգարեն ասում է, ես հող եմ ու մոխիր։ Ես որդի եմ եւ ոչ թե մարդ եմ։ Այսինքն հողի վրա եմ, հողի ծելուր ընկնենք։ Երբ որ դու խոնարհվում ես, քեզ ընկնելուց ապահովագրում ես, արդեն էլ չես ընկնի։ Բայց երբ որ դու քեզ բարձրացնում ես, արդեն ընկնելու վտանգը շատ մեծ է։ Ուրեմն խոնարհությամբ մենք հաղթահարում ենք հպարտությունը։ Խոնարհությամբ տեսնում ենք հպարտության օծը հենց գլխից ճախճում ենք, ջախջախում ենք, թույլ չենք տալի, որ մեր մեջ մտնի։
Չենք ուզում պարտվենք։ Ադամը պարտվեց, բոլոր հպարտները պարտվում են, մենք չպարտվենք։ Գոնե պարտվենք, հետո հաղթանակենք, խոնարհությամբ հաղթենք հպարտություն։ Ամեն։